Ես պարոն Կուբացյանի հետ համաձայն եմ բոլոր հարցերում եւ այնտեղ կա կոնկրետ օբյեկտներ, նույնիսկ նույն այդ նավը, որը գործում է, կողքը կա մի հատ հյուրանոց, որը չի գործում։ Մի քիչ էս կողմ էլի օբյեկտներ կան, չեն գործում։ Հարվանա ռեստորանի տակի հատվածը շատ մեծ ոնց են այնտեղ կառուցել ժամանակին, ես էլ չեմ հասկանում, բայց ինքը շարունակում է գործել եւ դա նախկին շրջանից եկածած ժառանգությունն է, մենք պետք է հասկանանք, որ վերջերս օրինակ տրվել է դիզայնով սիրուն է միգուցե բան, բայց տրվել է նոր ռեստորանի թույլտվություն, Գետափ է կոչվում, տրվել է ամառը ռեստորանի, որը որ թունելից դուրս է գալի ու պետք է գնաց դեպի ներողություն էլի, պետք է գնաց դեպի մանկական երկաթուղի, այդ մարդիկ գրեթե ամբողջ հետիոտնի ճանապարհը վերցրած, այսինքն դու չես կարա հանգիստ գնաս, մի հատ էլ որ մեքենա մտնի ընդ կայանելու, իսկ այնտեղ տենց ինչ որ տարբեր մեքենաներ են գալիս, չես կարող մտի անցնես, էլ չեմ ասում, որ տակը խաղաղ հրապարակ կար, այդ խաղաղ հրապարակը շատ հետաքրքիր ձևով դարձել է բան, մեքենա կայանատեղի, իսկ հետևի հատվածում այդ համառեի, այնտեղ կա ինչ որ աղբյուրի հատված եւ այլն, այնտեղ էլ արդեն իրանց պահեստային հատվածն է, դա եղել է այս վերջերս, պետքա նման հարցեր անպայման բացառել ու նոր հնարավորություններ չտալ, հետո նոր, ասենք, մեծ ծրագրեր իրականացնել եւ դա արդարացի կհնչի։ Այդ մեկ, երկրորդը զուտ հարց, ուրեմն այն հատվածում, որտեղ այս այգին նախատեսվում է, եթե չեմ սխալվում, կա պետգույքի կառավարման կոմիտեի բալանսի վրա գտնվող նախկին բիո կենսաբանական տենց ինչ-որ բանի կենտրոն, գիտական, հա, այսինքն գիտահետազոտական կենտրոնի լքված տարածք կամ չօգտագործվող տարածք, այդ ինչ-որ մի կերպ ներառված է այս ծրագրի մեջ կամ ինչ-որ հարց դրա հետ քննարկված է, թե չէ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, ձեր բոլոր բարձրաձայնած հարցերը կարող են քննարկվել ավականու որոշումների քննարկման շրջանակում, երբ որ երկու այն օրենսդրական փոփոխությունները տեղի ունենան, մեկը Երևանի թիմ օրենքում փոփոխություններն են, որտեղ որ հստակ կարգավորումներ ունենք մատնանշած օբյեկտների, չգիտեմ, ձայնի բարձրության եւ մնացյալ տեսակ խնդիրների հետ կապված հարցերին, եւ նաեւ հենց կոնկրետ Հրազդանի կիրճին վերաբերող այն ավականու որոշմամբ, որով որ կսահմանենք դա հատուկ պահպանվող տարածք համայնքային, այդ կարծում եմ այդ շրջանակում դուք արդեն կբարձրաձայնեք, որտեղ ինչ մոտեցում ունեք, ինչ վերաբերում է ձեր մատնանշած հատվածին, անկեղծ ասած տեղը չգիտեմ որ հատվածն է, բայց եթե ինքը գտնվում է Հրազդանի կիրճի մեր ուրվագծի մեջ, ուրեմն վստահաբար իր հետ կապված որոշակի լուծումներ ենթադրվելու է։ Արձագանք կապված ամառը ռեստորանի հետ ես վաղուց դեռ մի տարի առաջ հարցում տվել եմ, այսօրվա օրենսդրական կամ կարգավորումները թույլ են տալի մենակ ինչ որ բան անել, հա, ինչա տույժ տալ շատ մինիմալ գնով, որը որ ընդունելի չի իհարկե եւ այո, այդ թիմ օրենքը երբ որ ավելի կխստացնի, դուք ինքներդ եք գիտեք, մեր ֆրակցիայի, այսինքն նոր գոյության հենց ամենաառաջի օրերից էլ Հրազդանի կիրճը եւ առհասարակ դրա հետ կապված բոլոր խնդիրները եւ նաեւ համայնքի այսպես ասած կողմից որոշ կարգավորումների խստացումը եղել է միշտ մեր առաջարկները եւ այո, պետքա մենք կարծում եմ օրենքի ընդունումից հետո հնարավորինս խստացնենք, այդ կոչ եմ անում բոլոր ավականու բոլոր անդամներին, հնարավորինս խստացնենք ու շատ էլ չնայենք այնտեղ ինչ կարա հետևանքներ կարան լինեն նաև ֆինանսական, բայց եկեք խստացնենք ամեն կերպ եւ իսկապես մաքրենք Հրազդանի կիրճը։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, հուսով եմ այդ մասով գոնե մեր, այսպես ասած, կամքի հետ կապված հարցեր չունեք, որովհետև այն ծավալի քանդման աշխատանքներ եւ տարատեսակ կցակառույցների քանդման, Երևանի կենտրոնում տարատեսակ կցակառույցների քանդման, մշակութային հուշարձաններին կից հատվածների քանդման աշխատանքներում երևի թե վերջին տարիներին իրականացվել է ամենամեծ ծավալի աշխատանքը եւ երեք լսեցի Մարդու իրավունքների պաշտպանի որոշակի մեկնաբանություններ այս առումով եւ որոշակի խնդիրներ, որոնք որ բարձրաձայնում են Երևանի քաղաքապետարանի հետ
կապված, մեր գործողությունների հետ կապված քաղաքացիները, որոնք վերաբերում են ինքնակամ շինություններին եւ իրանց չիրազեկելուն կամ իրազեկման ոչ պատշաճ մակարդակին, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ինքնակամ շինությունների հետ կապված եւ մասնավորապես այդ տեսակ շինությունների, որոնք որ աչքի փուշ են, ասենք, այդտեղ անկեղծ ասած, տենց շատ իրավունքներ պահանջելու հնարավորություն չենք տեսնում, որովհետեւ խոսքը չի գնում իրենց իրական սեփականության մասին եւ իրենց սեփականության իրավունքի մասին։ Հայկ Գրիգորյան